Ողջույն շատ սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք շարունակում ենք բացահայտել 100 լավագույն բժիշկներին, բժիշկներ, ովքեր Հայաստանի ողջ տարածքում են, Երևանում եւ մարզերում եւ իրենց կյանքը եւ առողջությունը ամեն բան նվիրում են հանուն համազգային եւ համընդհանուր առողջապահության։ Եվ այսօր էլ հրաշալի եւ պատկառելի հանդիպում ունենք, Ալավերդի քաղաքում ենք գտնվում, Ալավերդու բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ եւ ռեանիմատոլոգ Լևոն Միքայելյանի հետ ենք զրուցելու։ Նա իր կյանքի 40 տարիները նվիրել է առողջապահության ոլորտին եւ 10,000 շուրջ 10,000 բուժառու է ունեցել իր կյանքի ողջ ընթացքում։ Բժիշկ, մենք ձեզ համար բերել ենք բուժառուների շնորհակալությունը առաջին հերթին, որովհետեւ այս նախագիծը ըստ էության շնորհակալության մասին է։ Մենք փորձում ենք այս նախագծով շնորհակալություն ասենք առհասարակ բոլոր բժիշկներին Հայաստանի, բայց ձեր դեմքով եւ ձեր գլխավորությամբ այս պահին 40 տարի արդյոք շատ չէ եւ այժմ էլ նույն տոկունությամբ եք արդյոք աշխատում։ Չէ, հա, նույն իմ տեմպով, ճիշտ ասած հիվանդացա, բայց էլի ես իմ նույն տեմպով աշխատում եմ։ Շատ լավ, ձեր մասնագիտությունը ամենաբարդն է, անզգայացնել մարդուն, այսինքն նրանից խլել կյանքը որոշ ժամանակով եւ նորից վերադարձնել կյանք նրան։ Որպես ամենաբարդ եւ իսկապես դժվարին գործ, ուզում եմ հիշել մի տպավորիչ պատմություն ձեր մասնագիտական գործունեությունից, որ երբեք չեք մոռանում։ Եղել է դեպք կեսարյան հատումի ժամանակ հիվանդը առնահոսել էր, բուժարուն առնահոսել էր, նորմալ դուրս եկանք այս վիճակից, ողջ եկեցիք։ Հա։ Լավ, սկսա։ Շատ լավ, ես աչքի եի անցկացնում ձեր կենսագրությունը, տեսնում եմ Թբիլիսի, հետագայում կրթությունը Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ նաեւ աշխատանք, եւ այնուամենայնիվ վերջնական ընտրությունը եւ նախընտրությունը Ալավերդու բժշկական կենտրոն։ Սա իհարկե պատվի արժանի որոշում է, որովհետեւ շատ հաճախ մարզերից փախչում են եւ ոչ հակառակը։ Այս որոշման համար շնորհակալություն, իդեմս այդ որոշման Ալավերդին ունի լավագույն բժիշկներից մեկին, բայց դժվար որոշում է, ինչպես է կայացրել այդպիսի որոշում։ Չէ, դժվար չէր, իմ մեծ աղբերս այստեղ էր աշխատում, խիրուրգ օնկոլոգ, հետո արմատներս Օձուն գյուղից, մամաս Օձունեցի, հա, ծնվել մեծացել ու տենցել եկանք, հարազատներս այստեղ են։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ չցանկացաք հրաժարվել Լոռու մարզից եւ մասնավորապես Ալավերդի քաղաքից։ Չէ, ճիշտ ասած որոշել էի մնալ Ռուսաստան, բայց հետո որոշեցի 90 թվականներին Սովետը քանդվեց, էլ տեսա, չէ, ճիշտը կլի ես գամ իմ երգիրը։ Եվ հրաշալի որոշում է, շատ լավ, բժիշկ, տեսեք, երբ մենք ետ ենք գնում 40 տարի առաջ, 30 տարի առաջ, հասկանում ենք, որ այսօրվա եւ երեկվա առողջապահական համակարգը նույնը չէ։ Առնվազն տեխնոլոգիական հագեցվածության տեսանկյունից եւ նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնը զարգացման հրաշալի փուլեր է անցել եւ անհամեմատելի են շենքային պայմաններից մինչեւ մնացած բոլոր պայմաններ։ Ուզում եմ տարբերությունները նախկինում եւ այսօր ինչպիսի տարբերություն կա բժիշկ լինելու առումով։ Չէ, տարբերությունը շատ է։ Եթե մինչև անցյալ տարի մենք այստեղ ռեանիմացիան բաժանմունքում ինսուլտները, ծանր ինֆարկտներն ենք բուժում, հիմա ծրագիր կա, ինֆարկտը մենք տեղափոխում ենք Վանաձոր, ինսուլտը տեղափոխում ենք Լեննական, կատե ծառայությունը ստի մենք ունեցանք, շատ է հեշտացել, բացի հետ սպասարկումը դեղորայքային մենք պրոբլեմ չունենք։ Այսինքն երեք եւ այսօր առողջապահությունը այսօր ավելի հասանելի է, նաեւ բժիշկների համար ավելի գործն էլ է հեշտացել։ Եվ մենք քոր ենք հիվանդին բուժում, դժվար է դիագնոզը դնելը, հիմա կատա ենք անում, ինսուլտը տեղափոխում ենք Լեննական։ Շատ լավ, մի երկու խոսքով նաև Ալավերդու բժշկական կենտրոնի, մասնավորապես ձեր գործի առումով հագեցվածության մասին ինչ կասեք, արդյոք ձեզ բավարարում են այն պայմանները, որ այսօր ստեղծվել է Ալավերդու բժշկական կենտրոնում։ Լրիվ մենք հագեցված ենք ամեն բան, դեղորայքից բռնած, ապարատուրայով պրոբլեմ չունենք, նորմալ է։ Հասկացա։
Եվ ինչպես նշեցի, դուք ընդգրկված եք Հայաստանի 100 լավագույն բժիշկների մեջ, կարծում եմ սա իսկապես առնվազն մեծ համար մեծ պատիվ է եւ ուրախալի է, որ մենք հեռուստադիտողին ներկայացնում ենք ձեր նման պատկառելի մարդկանց, ձեզ համար սա ինչ նշանակություն ունի, հետաքրքիր է։ Ճիշտ ասած, անակալիք է սա ինձ համար, որ տենց ինձ նշանակեցին ես արորի մեջ, ուրախ եմ, սա ինձ ոնց որ ավելի է պարտավորանությունում, որ ես ավելի իմ գործս լավ անեմ։ Եթե կա դրանից ավելի լավ, կարծում եմ դուք առավելագույնը անում եք արդեն, շատ լավ, մենք ձեզ բերել ենք նաև բուժառուների մաղթանքները, բոլորը ձեզ մաղթում են առողջություն, քաջ առողջություն, երջանկություն, խաղաղություն ամենակարևորը, որպեսզի կարողանաք խաղաղ պայմաններում եւ բացառապես պլանային վիրահատությունների ժամանակ իրականացնել անզգայացում, ձեր մաղթանքը ո՞րն է մեր հասարակության այն մարդկանց, ովքեր այս պայն հետևում են մեզ։ Առողջություն, երկար տարիներ կյանք, ինձ հետ ոնց որ բժիշկ հանդիպենք ծննդատանը կեսարյան հատումի ժամանակ։ Դա իմ սիրած օպերացիան է, որ երեխա ծնվում, թե չէ կուրյաղիկը հանում են, ասում են, սա է կուրյաղիկը, բայց ընդի երեխա է համ պատասխանատվությունն է կրկնակի, բայց հաճույքը ավելի շատ է։ Շատ լավ, ունեք ավելացնելու որևէ բան, դուք շատ քչախոս եք, ես հասկացա, բայց ձեր ետևում 40 տարիներ են եւ 40 տարվա նվիրում։ Ինչ դուրս մնաց մեր զրույցից ձեզ։ Չէ, նորմալ, պրոստը դանդաղ եմ խոսում, ռուսերեն մտածում եմ, թարգմանում եմ հայերեն, դժվարանում եմ խոսամ, որ գրական եղնի։ Շնորհակալ ենք շատ, սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին, ահա այսպիսին են նրանք, որքան էլ որ բարդ դժվարին ճանապարհ են անցել, շատ հաճախ իրենց գովելու տեսանկյունից պարզապես ոչինչ չեն ասում եւ այդ գործը թողնում են մեզ վրա, իսկ մենք այդ ամենը պիտի ասենք մեր հրաշալի հանրագիտարանով, որը պատրաստվում է լույս ընծայման եւ որում պիտի պատմենք առողջապահության հայոց պատմությունը, այն մարդկանց մասին, ովքեր գրում են այդ պատմությունը եւ այդ մարդկանց մասին, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են առողջապահության ոլորտին։ Եվս մեկ անգամ ասենք շնորհակալություն բժիշկներին, շարունակեք հետևել մեզ, որովհետեւ մեր յուրաքանչյուր բժիշկ նույնքան հետաքրքիր է եւ նույնքան խոստումնալից առայժմ։